Այս ընդհանուր հատակագիծն է, կոտեջների տեղերը կան, որ դնում ենք, տեսեք, չոնալ բուժկետը կա, ճաշարան ռեստորանը կա, իմիջիալով ճաշարան ռեստորանը հենց այս տեղում է լինելու, որտեղ նստած ենք։ Սա համալիրն է, սպորտային համալիրն է, հրաձգարանը իմիջիալով 10, 25, 50 մետր եւ ստենդային։ Մոտորապես վերևից նկարված ճաշարանի տարածքն է լինելու, այգու տարածքում հեծանվա ուղին է լինելու, որպեսզի քշեն։ Սրանք արդեն ասեցի, այդ տարբեր ճեմուղիներ են, այո, նստելու տեղեր, զրույցի տեղեր, այս այդ բուգելի համակարգն է իր սահադաշտերով, որպեսզի բարձրացնի վերև եւ սրանք արդեն այդ ձուն փչող սարքերն են, որպեսզի դրվի։ Պարոն Զաքարյան, մեծ նախագիծ եք նախաձեռնել կոմիտեի շրջանակներում եւ ուզում եք Ջրվեժ անտառպարկում ստեղծել մի մեծ սպորտային ավան։ Կուզենայինք դրա մասին զրուցեինք այսօր եւ կուզենայինք մի քանի խոսքով ներկայացնեիք, թե ինչ է կոմիտեն իրանից ներկայացնում եւ ինչու եւ ինչպես հասունացավ այդ գաղափարը գալ Ջրվեժի անտառպարկ եւ ստեղծել մեծ սպորտային ավան։ Սա առաջի հարցազրույցն է լինելու սպորտային ավանի հետ կապված եւ մեծ սիրով ես համաձայնել եմ այս հարցազրույցը տալ, որովհետեւ արդեն հիմնականում մենք փաստաթղթային աշխատանքների հետ կապված գործերը ավարտել ենք եւ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի մենք նաեւ խոսենք մեր օլիմպիական ավանի մասին, վիլիջի մասին։ Ինչու այս գաղափարը ծնվեց առաջի հերթին։ Օլիմպիական խաղերի ժամանակ պարտադիր թիվ 1 պայմանը պետք է լինի վիլիջ, ավան, օլիմպիական ավան, որտեղ բոլորը ապրում են այնտեղ, մարզիկներ, մարզիչներ, պատվիրակության անդամներ եւ այլն։ Օլիմպիական ավանը ինչով է կարևոր, որ նախ բոլորը միտեղ են ապրում, միտեղ են սնվում, բժշկական ծառայությունները միտեղից են օգտվում եւ շատ ավելի կազմակերպված ու հանգիստ է լինում միջոցառումների անցկացումը։ Համահայկական խաղերի պարագայում շատ ավելի կարևոր է վիլիջը, որ բոլորը միասին ապրեն, որտեղ պարտադիր պիտի խոսեն հայերեն։ Վիլիջը նաեւ կարևոր է այն առումով, որ մասնակիցները մոտ լինեն Երևանին, որտեղ խաղերից հետո իրենք վայելում են Երևանը։ Առաջի պատճառը, որ ընտրվեց Ջրվեժի տարածքը, որ Երևանամերձ էր։ Այո, երբ որ միանգամից կարդում ենք որոշումը, չէ, Ջրվեժ անտառտնտեսություն, պոակի տարածքման, բոլորը միանգամից մտածում են, անտառի մեջ, հիմա անտառը վարի է գնալու եւ այլ եւ այլը։ Ես մեմ ասում, որ այդպեսի բան չկա, այն տարածքը, որ կառավարությունը օգոստոս ամսին հատկացրել է մեզ եւ անհատույց է հատկացրել, այս տարածքում տեսնում եք ոչ մի անտառի ծառատեսակ գոյություն չունի։ Ավելին ասեմ, մեր ծրագրով մենք նախատեսում ենք 20000 ծառ անտառին բնորոշ, մեր հայկական անտառին բնորոշ ծառեր տնկել, բայց դրանց մեծ մասը 10000 եւ ավել ծառ լինելու են եղևնիները։ Ես ինքս շատ սիրում եմ բնություն, ես գիտեմ մի ծառի արժեքը անգամ ինչ է նշանակում մեր բնության մեջ ծառը, ծառի արժեքը, հատկապես Երևան քաղաքը, որ չէի ասի, որ այդքան շատ մաքուր օդային համակարգ ունենք եւ այդ առումով երբ որ մենք քննարկում ենք մեր գոլեգաների հետ ծրագիրը, ես առաջարկեցի, որ անպայման այն տարածքը, որտեղ մենք նախատեսում ենք մեր վիլիջը կառուցել, պիտի նվազագույնը 20000 ծառ տնկենք եւ դա անելու ենք։ Դա ամենասկզբից այդ տնակները դնելու հետ միասին յուրաքանչյուր տնակ իր տարածքով պիտի շրջապատվի այդպիսի ծառատեսակներով, մեր հայկական անտառին բնորոշ ծառատեսակներով։ Պարոն Զաքարյան, որքան հասկացանք, մեծ են ծավալները եւ մեծ ավան է լինելու, արդյոք դա միայն կոմիտեի եւ մարզիկների համար է։ Սովորական սփյուռքահայը կամ զբոսաշրջիկը կարողանալու է գալ այստեղ ապրել, օգտվել այս տարածքից, թե փակ է լինելու այլ զբոսաշրջիկների եւ անձանց համար։ Միանգամից պատասխանեմ, որ այո, կարող են գալ։ Համահայկական խաղերը համահայկական խաղեր։ Հիմա դրանից դուրս վիլիջը պիտի գործի, իհարկե պիտի գործի, որովհետև երբ որ ստեղ եկան բնակվեցին մեր հայրենակիցները խաղերի ժամանակ, իրանց սնունդը լինելու է 100%-անոց ձրի, որևէ բան չեն վճարելու, ոչ ապրելու, ոչ բանի։
Հիմա ինչ պիտի անի Village-ը որպեսզի աշխատի։ Դրա համար մենք քննարկելով նաև մեր գործընկերների հետ հետեւյալ մտքերը ունենք, որը արդեն ամրագրված է նաև մեր ներդրումային ծրագրի փաթեթի մեջ, որ Village-ը համայնքական խաղերից դուրս ծառայելու է առաջի հերթին Սփյուռքի բոլոր ուսանողների համար որպես կացարան։ Ինչքան մենք սփյուռքահայեր ունենք, որ գալիս են սովորելու, չէ՞։ Բոլորը կարող են գալ ստեղ ապրել, ստեղ մնալ, իրենց ուսումը շարունակել։ Բայց ոչ անվճար նրանց համար։ Կարծում եմ այդ հարցը դեռ քննարկվելի է, հələ դեռ կքննարկենք, կնայենք, եթե այնպես լինի, որ Village-ը շատ լավ եկամուտներ ունենա, հատկապես туриզմի եւ որպես հանգստի գոտի ծառայելուց, շատ հավանական է, որ մենք անենք անվճար, հատկապես մեր սփյուռքահայ երիտասարդների համար։ Բայց դա հələ քննարկելու խնդիր է, կնայենք։ Բացի այդ մենք նախատեսում ենք, որ Սփյուռքի բոլոր միջոցառումները, հատկապես հավաքները, տեսեք, սկաուտական հավաքներ են անում։ Ամիսներով գալիս են, անտառներ են գնում, վրաններ են խփում, մնում են, ապրում են, երիտասարդները, հայ երիտասարդները, բարեգործական իր սկաուտական հավաքն ունի, հոմետմենն իրեն ունի, մյուսը կարող են ստեղ գալ հանգստանալ։ Լիքը տեղ կա, վրան էլ կարող են խփել, եթե ուզում են վրանների տակ մնան, մեր տնակներում կարող են ապրել, եթե ուզում են ապրել, այնպես որ հնարավորությունները շատ է։ Եվ վերջում ամենակարևորը ինքը պետք է հանգստի գոտի լինի նաև Երևան քաղաքի բնակիչների համար, որովհետև ցանկացած ժամանակ ցանկացած բնակիչ կարող է գալ, տնակը վերցնել, կարող է օգտվել ճաշարանից, կարող է չօգտվել, կարող է ինքը իր միջոցներով իր սնունդը ապահովի, բայց ինքը պետք է դա դառնա։ Եվ չորրորդը որպես տուրիստական կենտրոն ենք ուզում դարձնել, հատկապես ինչի համար, որովհետև ինքը նախ Երևանին մոտ է, մեկ, երկրորդը շատ գեղեցիկ տեղ է, եթե մի քիչ եղանակը բարենպաստ է լինում, ամբողջ Երևանը, այնպես մեր տարածքից, որտեղ հիմա հարցազրույց ենք անում, ամբողջ տարածքը երևում է, ամբողջ տարածքը շատ գեղեցիկ։ Եվ կարծում եմ այս առումով ինքը գայթակղիչ կլինի նաև տուրիստական բանի համար։ Բացի այդ, հինգերորդը, որ այն բարձական կառույցները, որ մենք պիտի ստեղծենք, օլիմպիական չափանիշներով լողավազան, ֆուտզալի դահլիճ, բասկետբոլի, վոլեյբոլի, թենիսի կորտերներ, հեծանվահրապարակ, հրաձգարան, կարծում եմ շատ-շատերին կհրապուրի նաև, որ գան եւ մարզվեն, որտեվ այս մեր տեղից մինչև Երևանի կենտրոն ճիշտ 10 կիլոմետր է։ Հասկանալի է։ Այսինքն ինչ որ չափով նաև ինքը բիզնես նախագիծ է դիտարկվելու, որ կարողանաք աշխատեցնել Village-ը։ Անշուշտ։ Ասեմ ձեզ, որովհետև մենք հաշվարկել ենք, եթե ամբողջ ծավալով մենք շինարարությունը ավարտենք, մոտավորապես 1200-ի չափ աշխատող պիտի լինի։ 1200 հոգի։ Պատկերացնում եք, դա շատ մեծ տնտեսություն է։ Դա միշտ ավարտելը թե ավարտելուց հետո։ Երբ որ ինքը ամբողջ տեսքով 3 փուլերը մենք ավարտենք շինարարության, դրանից հետո ամբողջ ծավալով աշխատելու դեպքում այդքան աշխատատեղ պիտի բացվի։ Հասկացա։ Պարոն Զաքարյան, դուք նշել եք մոտ 21 միլիարդ դրամ ներդրման մասին ձեր կառավարության ներդրումային ծրագրում, կուզենայի հասկանայինք, մեր ընթերցողներն հասկանային, որտեղից են ներդրվելու այդ գումարները, կան անհատներ, անձիկ, թե բանկային միջոցներ եք ներգրավվելու։ Տեսեք, համայնքական խաղերը, երբ որ մենք կազմակերպում ենք, ամեն դեպքում 2011 թվականից, երբ որ ես այս կառույցի նախագահն եմ, մենք առաջինը պետական բյուջեից որևէ լումա չենք ծախսել։ Ոչ թե նրա համար, որ չեն տվել, ընդհակառակը բոլոր ժամանակների բոլոր ղեկավարներն էլ առաջարկել են, որտեղ այս գաղափարը շատ լավն է, սա իրոք Հայաստանի եւ Սփյուռքի միջև աշխատող, ես չեմ ուզում մեծ բաներ ասել, բայց լավագույն օրինակներից մեկն է եւ գործող օրինակներից մեկն է, այլ մեր տրամաբանությունը հետեւյալն է եղել եւ մեր հիմնադիր անդամները Ալբերտ Բոյաջյանը, որ այսօր կենթանի է եւ փոխնախագահ է եւ մյուս մարդիկ, որ մի քանիսը իհարկե այսօր
չկան, չեն ապրում, բայց իրենց գաղափարները մենք բոլորը մինչև հիմա կիսում ենք, առաջին նախագահ Աշոտ Մելիքյան Նազարյանը, Հրանտ Բարդակչյանը Կանադայից, իրենց նպատակը այն եղել, որ երիտասարդները շատ գան Հայաստան եւ ֆինանսական միջոցները մնան երկրում։ Եվ այս առումով մեր խաղերը այդքան տեսեք, ամենը մի բան ասեմ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից 297 մարդ եկավ։ Դուք հաշվեք ինքնաթիռի տոմսերի արժեքը, հաշվեք հյուրանոց, 20-22 օր մնում են, ամբողջ օրինակ մեր հրապարակի Մարիոթ հյուրանոց իրենք էին փակել։ Տեսեք ինչքան ֆինանսական միջոցներ ա մտնում եւ սրանք բոլորը անում են մեր բարեգործները, մեր անհատները, մեր կոմիտեները քաղաքային, մեր գործկոմի անդամները եւ այս առումով այս տրամաբանությունը նաեւ դրել ենք այս վիլիջի կառուցման գործում։ Ես իհարկե այսօր անուններ չեմ հրապարակի, դրանք լինելու են շատ թափանցիկ, մենք ունենք հետեւյալ մի քանի սկզբունքները։ Այս տարածքում մենք ունենալու ենք 30, 50 եւ 100 տնակներ։ Արդեն գիտենք 30 տնակի արժեքը ինչքան է, 50 տնակի արժեքը ինչքան է եւ 100 տնակի արժեքը ինչքան է։ Այսինքն այդ ասելով ես նկատի ունեմ, որ բալանին բացեն, մտնեն ու միանգամից ապրեն։ Որևէ բան այլևս այնտեղ պակաս չլինի։ Եվ դա կոչելու ենք մեր բարեգործների անունով։ Կան բարեգործներ, որոնց հետ ես հանդիպել եմ, օրինակ մեկը ցանկություն է հայտնել, որ այս մեկը կարող եմ ասել, մեր Վարդ Ալեքսանյանը Եգիպտոսից, որ ինքը ժամանակին բասկետբոլ է խաղացել եւ այլն, այս տարիքով մարդ է, շատ հարգարժան մարդ եւ մեր մշտական բարերարներից, բարեգործներից, ինձ խնդրեց, ասեց, Իշխան ջան ասեց, որ բասկետբոլի դահլիճը ես սարքեմ, իմ անունով կդնեք, ասի հենց այդպես որոշված է։ Վարդ ջան ասի, որոշված է, որ այդպես պիտի անենք։ Մենք որոշել ենք կոչենք բարեգործների անունով թաղամասերը։ Սպորտային կառույցները նմանապես, եթե իրենք կուզենան դնել։ Այս առումով ես բավականին շատ արդեն 2 տարի եւ ավել հանդիպումներ եմ ունեցել, ասեմ դες, Բրազիլիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշտությունում, Վրաստանում, Իրանում, Լիբանանում, Ղազախստանում, եվրոպական մի քանի երկրներում եւ այսօրվա վիճակով, եթե ամեն ինչ որ մենք խոսել ենք, պայմանավորվել ենք, ես վստահաբար կարող եմ ասել, որ այդ ֆինանսավորում ինչ որ մենք նշել ենք, երևի արդեն 70-80%-ը այս պահին պիտի համարենք, որ հնարավոր է, որպեսզի մենք ունենանք եւ կառուցենք։ Հիմա մենք ձևակերպումների փուլում ենք, հույս ունենք, որ մինչև այս տարվա վերջ որևէ բան չկա, նաեւ կստանանք կադաստրի վկայականը, որից հետո արդեն մենք նոր փաստաթղթերով իրավունք ունենանք պայմանագրեր կնքել մարդկանց հետ։ Հովանավորների հետ, բարեգործների հետ եւ անհատ մարդկանց հետ, բացի այդ մենք նախատեսում ենք լավ հերոստա այդպես մարաթոններ անցկացնել, այնպես որ ամենտեղ մի հետարքիր բան անելու ենք, որի ընթացքում նաեւ լինելու են այդ հանգանակությունները, որի ընթացքում նաեւ մեր բարերարները, ովքեր որ ապրում են տվյալ երկրում, իրենց կողմից իրենց ներդրումները կանեն։ Կարճ մենք այս վիլիջին գիտեք ինչ անուն ենք տվել։ Համայնքական խաղերի վիլիջը Հայաստան Սփյուռք երիտասարդության տունն է։ Որպեսզի բոլոր այդ ծրագրերը մենք բերենք, շահկապենք, հավաքենք այս վիլիջի շուրջը։ Պարոն Զաքարյան, մի քիչ առաջ նշեցիք կառավարության այդ որոշման մասին, կուզենայի հասկանալ ինչ-որ շտապողականություն կա այստեղ, թե ուղղակի համընկնումներ են, որովհետև շատ քիչ նախագծեր են մտնում կառավարություն, անցնում շրջակա միջավայրի փորձաքննություն ու շատ արագ կազմակերպում, տարիներ է տևում շատ հաճախ, իսկ ձեզ մոտ կարծես թե 1 ամսում այդ 3 ընթացակարգը անցավ, կառավարությունը որոշում կայացրեց, փորձաքննության դրվեց նախագիծը շրջակա միջավայրի եւ եղավ արդեն եզրակացությունը դրական։ Քրիստինե ջան, դրանք շատ վաղուց էին պատրաստ, ուղղակի
խնդիրի նորից եմ կրկնում, կառավարության որոշման մեջ էր ամբողջ բանը։ Խնդիրը, թե երբ մենք ստանայինք որոշումը, որ տարածքում ենք կառուցելու վիլիջը, որովհետև ես ասացի, որ տարբեր բաներ են քննարկել։ Հիմա այդ ամեն ինչը պատրաստ է։ Հիմա մենք էլի լիքը փաթեթներ ունենք, որ պատրաստ է, չէ՞ որ էսի մի ամսվա, երկու ամսվա, 3-4 մի տարվա խնդիր չի։ Մենք 15 թվից սրա մասին քննարկում ենք մեր կոմիտեով։ Մենք շատ ունենք փաստաթղթեր պատրաստած, եւ եթե արագ-արագ մենք դրանք անում ենք, դա չի նշանակում, որ շատ շտապում ենք, շտապելու բան չունենք, 13 տարի ժամանակ կա։ 13 տարվա մեջ այս ծրագիրը, այս կոմիտեն պիտի անի։ Այսօր ես 4-րդ նախագահն եմ կոմիտեի, կարող հաջորդ ասամբլեայում ես չեմ ընտրվում, մյուսն է ընտրվում, դա խնդիր չի։ Երբ որ չինացիները պատն էին կառուցում, մի ղեկավար չկառուցեց այդ պատը, չէ՞, դարերի ընթացքում կառուցվեց, որտեղ դա ծրագիր էր բոլորի սրտին մոտ եւ ամահունջ եւ այլ։ Հիմա սա մեր կոմիտեի ոնց որ ասած երազանքն է, իղձը, նպատակը, ցանկությունը, չգիտեմ, ինչ անուն ուզում ենք տանք։ Համար ով լինի գործկոմի անդամ լինեն, նախագահ, տեղակալ, այս ծրագիրը պիտի իրականացվի։ Եվ ծրագիրը որևէ մեկի սեփականությունը չի, որևէ մեկի բանը չի դառնալու վաղը, սա համաշխարհային կոմիտեինն է, սա Սփյուռքի եւ Հայաստանի երիտասարդությանն է եւ կարծում եմ շատ լավ բան է։ Ինքը գաղափարը ծրագիր է, որ Աստված տա մինչև վերջ լավ կարողանանք անել։